Մեր պայքարը եկեղեցու դեմ չէ, մեր պայքարը հավատի դեմ չէ, մեր պայքարը բիզնեսմեններից եկեղեցին ազատագրելն է, մեր պայքարը հավատը պղծումից ազատելն է, մեր պայքարը այդ վաշխառու տեսակից եկեղեցին հայ ժողովրդին վերադարձնելն է, մեր պայքարը հոգևոր վերածննդի համար է, մեր պայքարը մեծ առովով պետությունն ու եկեղեցին չհանձնելու համար է, իսկ այն, որ Կտրիշ Ներսիսյանը հավակնում է դառնալ հայ իրականության երկրորդ Սարգիս Գետադարձը, ապացուցում են այն աշխարհաքաղաքական հասցեն, որտեղից գալիս են իր եւ իր բիզնես գործընկերների աջակցության ճիչերը։ Եթե Կտրիշ Ներսիսյանի համար օլիգարխը մեծ հեղինակություն է, որի ընտանեկան լուսանկարը լավ փողի համար պատրաստ է կախել նույնիսկ Բեհարանում, իսկ միգուցե նաև իր մահճակալի վերևում, ապա մեզ համար նրան կարող են լինել շարքային օրինազանցներ, որոնց տեղն արդեն հայտնի է, թե որտեղ է։ Սիրելի հայրենակիցներ, Մարգարիտա Սիմոնյանների, Սոլովյովների, Զատուլիների, Զախարովաների պրոտեժեները իդեմս Կտրիշ Ներսիսյանի, Տաշիր Սամորի եւ մյուսների ներգրաված են Հայաստանի անկախության ու ինքնիշխանության դեմ հերթական դիվերսիայի։ Հայաստանի պետականության հանձնումը իրենց աշխարհու տեսակի համար ընդհանրեն բիզնես գործարք է, որի արդյունքում հեռավոր Սիբիրներում գուցե մի քանի միլիարդի ավել տենդեր կստանան, որքան էլ խոսում են Հայաստանից ու եկեղեցուց, Հայաստանը ու եկեղեցին իրենց համար պարզապես լավ տենդեր կպցնելու հատկատ են։ Գործընկերս Տիկին Ազարյանը խոսեց իրենց վերաբերմունքի մասին, ես եւս անդրադառնամ։ Երեկվա իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին նրանց վերաբերմունքը Հայաստանի ու նրանց ազգային ունեցվածքի նկատմամբ։ Սամվել Կարապետյանը հայտարարում է թքած ունի հեծի վրա։ Եթե նա այդ հայտարարություններ չաներ, առանց այն էլ մեր հասարակությունը գիտի, որ նա թքած ունի հեծի վրա եւ նրա սպառողները դա լավ զգում են։ Այլապես այդ կառույցը այսօր չէր աշխատի նման խափանումներով։